Բարև ձեզ, ես Արմեն Խաչիկյանն եմ, շարունակում ենք անվտանգության թեմայով մեր զրույցները, այսօրվա մեր հյուրն է երգահան, երգիչ Արթուր Խաչենցը ու խոսելու ենք զինվորական ծառայությունից, կամավորությունից և դրա կարևորությունից։ Ողջույն։ Բարև ձեզ։ Շատերը չգիտեն, որ ես ու Արթուրը միասին ենք զինծառայություն անցել, բայց հետո կամավորությունը առանձին։ Ես առաջարկում եմ խոսենք զինծառայությունից, զինվորական ծառայությունը ինչա տղամարդու համար, տղայի համար, ինչքանով է ինքը կարևոր, ինչքանով է զինծառայությունը, պարտադիր զինծառայությունը կարևոր մեր հասարակության անվտանգության համար, քո փորձով, իմ փորձով միասին հասկանանք։ Կարևորը սկզբնական ինձ թվում է հարցին թե ինչպես ենք մոտենում, որովհետև շատերը, օրինակ, ովքեր նույնիսկ ծառայել են, ասում են մեզ բանակ տարան, բայց գիտակցաբար այն մարդիկ, ովքեր գնացել են բանակ, իմանալով թե որտեղ են գնում, կամ նույնիսկ չիմանալով թե ինչ խոչընդոտներ կամ դժվարություններ են այնտեղ սպասվում, ովքեր որ ծառայել են ու գիտակից ճանապարհն են այդ ընտրել, պարտադիր թեպետ զինծառայողության, գիտեն թե ինչքան մեծ դպրոց է բանակը եղել ու տվել, որ ասում են 2 տարի ծառայում են ու ամբողջ մի կյանք հետք է թողնում ու սովորում ես, հիշում ես ու դա քո համար քո կյանքի մանավանդ տղամարդու կյանքում ինչքան մեծ հիմնակարություն է դառնում։ Ինձ թվում է ես օրինակ Արցախում ծնված լինելով պարտավոր էի ծառայել ու պարտավոր է առաջնահերթ նաև առաջնագիծ գնալ, որովհետև նախ եւ առաջ իմ զոհված օրեղբոր անունն եմ կրում, ինքը պատերազմի զոհված ազատամարտիկը ու իր առաքելությունները, որոնք մնացել էր ու ես պետք է շարունակեի, բնականաբար պետքա առաջ մղվեի ու գնայի առաջնագիծ, իմանալով թե օրինակ ծառայության ժամանակ ես ինչ եմ գնացել առաջնագիծ, ինչ եմ նախընտրել Արցախցի լինելով, լինել Արցախի առաջնագծային հատվածներում ու ավելի լավ տիրապետել թե տարածքին եւ թե մարտական ոգուն ու թե մնացած դետալներին առհասարակ։ Իմ համար մի հատ բան կա, ես որ վերջին 5 տարիներին ավելի շատ եմ անընդհատ մտածում, ասում եմ Երանի ամբողջ կյանքս ես պատրաստ եմ զոհողության գնալ, զինծառայողական արդեն ոչ թե պարտադիր է ժամկետային միշտ ծառայել, բայց ունենայինք այն Արցախը, այն Հայաստանի սահմանները, ինչ որ ունեինք այն ժամանակ, ինչ որ այն ժամանակ պահում էինք ու ինչ վիճակում էր մեր մարտական հոգին, ոչ միայն ոգին, այլ հոգին նախ եւ առաջ, մարտունակությունը, որովհետեւ այսօր շատ են մեզ ասում, չգիտեք մենք ինչ զենքեր ենք արել, մեր մարտական վիճակը ինչպիսի դրության մեջ է, բայց այն որ զինվորի մարտական հոգին ու ոգին շատ ցածր տոկոսային հարաբերականության մեջ է, դա փաստ է։ Պետք շատ կարևոր արձանագրում էր, որ ցավոք սրտի ասում են բանակ տարան, ոչ թե զինծառայության գնացի, իսկ չկա քո կարծիքով տենց մոտեցում, որ բանակ տանում են, բայց հետո զինծառայողները շատ դեպքերում լավ էլ երջանիկ են մնում իրենց ծառայությունից, գոհ են ծառայությունից, ծառայությունը լիքը բան է տալիս, ընկերներ, փորձ, դժվարություններ հաղթարելու ունակություն, հետո տանելուց ասում են տանալ, բայց հետ գալուց ասում են մենք փառքով զորացրվեցինք կամ պատվով զորացրվեցինք, չես կարծում որ այդ բանակի մասին միֆը մի քիչ շատ է, զինծառայության դժվարությունների եւ այլնի հետ կապված, մարդիկ ասենք այդքան էլ մեծ երջանկությամբ չեն միգուցե գնում ծառայության, բայց մեծ ինքնավստահությամբ վերադառնում են։ То есть շատ դեպքերում բանակ մտնում են որպես դպրոցի շրջանավարտ ու դուրս են գալի որպես սկսնակ տղամարդ, ասենց ասած, էլի նոր կյանք մտած տղամարդ, տենց չի։ Վստահ այդպես է, որովհետև կարևոր է թե տվյալ գործողությունը, առաքելությունը ինչպես է գովազդում։ Ինչի ուրիշ պետությունները գովազդում են դա նույնիսկ որպես աշխատանք, որպես առաքելություն կամ հերոսություն, իսկ մեր մոտ դա ինչ որ պարտադիր ինչ որ ճակերտների ու վանդակների մեջ է ներգրավված, իմանալով քաշ տիրապետելով սոցիալական վիճակին թե Հայաստանում, թե Արցախում ենք լավ գիտակցում ենք, քաջ գիտակցում ենք, որ շատերը աննյութապես անապահով ընտանիքներից են, մեր ժողովուրդը այդքան էլ բարորակ չի, լավ որակով կյանք չի ապրում ու շատ տղաների նաև հաճել էր այդ ռեժիմը, որտեղ իրենք պիտի ապրեին կամ սնվեին կամ մարզվեին, որտեվ ինքը հիմա որ օրինակ ասում են զինվորը պետքա փափուկ ուտի, պետքա փափուկ կյանք վարի, նույն այդ ճոկունությունը, նույն ինքնակայունությունը, ինքնակրթունեությունը, ինքնամարզվումը ու թեպետ այդ ամենը ինքնուրույն, բայց կազմակերպված, որը բերում էր ինչ որ արդյունքի։ Ինձ թվում է բանակը այն միակ
բաներից է մեր պատմության մեջ, որ մենք պիտի վեհությամբ ասենք, ոչ թե հպարտությամբ, որովհետև պարտություն մերժելով չենք մենք դրան ասում, այլ ուղղակի խոսքերով, երգերով կամ բառերով չէ, բանակը ամենակարևոր հիմքն է, որը այսքան տարիներ մեզ սպահել է ու շարունակում է դեռևս սպահել։ Իսկ եթե մի քիչ խնդիրներից խոսանք, արի հանուն արդարության ընդունենք, որ զինծառայության մեջ լիքը խնդիրներ կան, շատ կարծրատիպեր ավելի շատ։ Չէ, հենց ծառայության մեջ բացի կարծրատիպերն էլ դե բնականաբար կան, բայց լիքը խնդիրներ կան ու նույն մենք իրար հետ ասկերանի զորամասում ենք ծառայել ու զինծառայության մեջ էլ խնդիրներ կան, որոնք ստիպում են օրինակ տվյալ պահին զինվորը զանգի տուն ու ասի ինձ մոտ էս ինչ խնդիրն է, ինձ մոտ էս ինչ խնդիրն է ու կամ ինչ որ խնդրի բախվի, որը ամբողջ կյանքում իրան ճնշի, հոգեպես տանջի եւ այլն։ Այ ինչ ես կարծում, ոնց կարելի է դրանցից խուսափել, որովհետեւ մենք գիտենք, ասենք բանակում ոչ հաճախ շատ հազվադեպ, բայց ասենք ինքնասպանություն էլ ա եղել բանակում տարբեր տիպի փախուստներ, հոգեբանական ինչ որ խնդիրներ են ունենում զինծառայողները, իհարկե ասենք 1000-ից 1 միգուցե, բայց ամեն դեպքում լինում է։ Ու լինում են նաև մի քիչ ճնշված զինվորներ։ Ես դրա խնդիրը տեսնում եմ նրա մեջ, որ օրինակ ժամանակին ու վստահ եմ նաև նույն հիմա կրթության պակասից է դա, որովհետև օրինակ հոգեբանը կամ իրավաբանը կամ մյուս մասնագետները օրինակ բանակում կային, իրենք կոնկրետ հոգեբանական կրթություն չունեին կամ իրավաբանական մեկ ուղղակի աֆիցեր էին, զինվորական ինչ-որ սպա էին, պաշտոնից պաշտոն բարձրացվել, եկել էին այդ հաստիքին էին նշանակվել, բայց այդ մարդիկ հոգեբանորեն չէին շփվում զինվորների հետ, որպեսզի այդ զինվորը չգնար հոգեկան ինչ-որ խախտման կամ ինչ-որ գործողության, այդ խնդիրների պակասը դրանից է, որովհետև դու չես կարող ուղղակի հարևանի տղան կարող է, հարևանի տղան որպես քո հետ հարևանի տղա խոսա, բայց հոգեբանորեն զինվորի կարգավիճակ մտնել ու խոսալ, նույն անգրագիտությունն է, այդ կաղապարանքները, այդ խոսակցությունները, այդ փողոցային ժարգոնը, բիսեդկայա։ Բայց դա անխուսափելի չի։ Անխուսափելի չի, եթե կա վերահսկող, իսկ եթե վերահսկող չկա, այն կարծրատիպը, որ օրինակ ով որ քաղաքացիական կյանքում վատ է ապրել, այսինքն վատ բարքերի փողոցային բարքերի մեջ է, այնտեղ ինքը կարող է ամեն հնարավորություն իր համար ստեղծել կամ նույնը հակառակը, որ այստեղ լավ է եղել, այնտեղ գնում են խղճանում, դա սխալ բան է։ Այն մարդը քաշ լավ գիտակցում ենք, որ ոսկե միջին պահելը մեր առօրյա կյանքում նույն ձևի կարող է մենք հաջողված մարդ լինենք ընտանիքում, բայց թաղի տղեկի հետ կոնֆլիկտ ունենանք ու մենք խոսքի խեղճանանք դրսում կամ մեծ բարձունքների ասենք կայանանք որպես մարդ, մասնագետ, չգիտեմ ինչ կատեգորիայով, բայց ընտանիքում խնդիր ունենան կամ փողոցում եկալ ուրիշտեղ խնդիր ունենան, այդ ոսկե միջինը անընդհատ պետք է փորձել ամենտեղ պահել ու եթե ինչ վիճակով որ գնացել ես բանակ, առավել եւս սովորած, ավելի շատ սովորած, ինչքան մենք բացասական կողմերը նայենք, ես ու դու վստահ եմ մենք լավ լիքը բաներ ենք մեր բանակից սովորել ու ոչ միայն մարտական ծառայության կամ մնացած առում նույնիսկ գիտելիքի մենք միջև ոդկասթը սկսել է խոսում էին նրանից թե ինչի պիտի հայկական ինստիտուտ ազգային համակարգ դպրոցից մանկապարտեզից ընտանիքից օջախից ավելի խորացված չի տիրապետեինք, հետո գայինք բանակ, հետո հասկանայինք որ Կարին Տոնոյանի ու Բանեգինոսյանի շնորհիվ օրինակ քոչարիներ տիրապետեին կամ նժդեին ավելի խորացված որդիների պայքար հայրերի դեմ սովորեն կամ ամեն մասնագիտություն ավելի խորացված տիրապետեինք դա որպես մրցույթ, որպեսզի գնայինք գավաթ հաղթենք, այլ մեր կյանքի ամբողջ այդ պայքարներում այդ առանց գավաթի այդ կրթությունը անհրաժեշտ էր։ Այսինքն դու ես դե օքեյ է որ ես ազգային պարեր կամ շատ նաև ազգային երգեր սովորել եմ բանակում, բայց դու էլ միջև այդ բնականաբար ավելի խորացված, ասենք 9-ից 10 հատ քոչարի տիրապետել կամ այդ հայկական ժողովրդական ազգային երգերը մենք իշքանել երաշտական դպրոցում մակերեսորեն ենք անցնում կամ դպրոցում մակերեսորեն ենք անցնում նժդեի մասին ու այդ ավելի խորացված կրթությունը մեզ օրինակ ինձ տվել է հայասպետը, որից հետո իմ կյանքի, իմ մարդ ձևավորման, հայ ձևավորման համար դա մեծ ազդեցություն է ունեցել։ Իսկ ուրիշ ինչ է տվել ծառայությունը քեզ։ Կայունություն, ինքնահաստատում։ Երբ որ հորից մորից այդ որ ասում ես ինչ որ ստիպված ես լինում օրինակ ծնողներից զանգել, ծնողներից աշխատել եմ քիչ զանգել ու աշխատել եմ ավելի շատ իմ խնդիրներից ինքնուրույն լուծել, այնտեղ լուծել ու փորձել իմ
ռեժիմի, կարգ ու կանոնի, իմ օրինակպահության, իմ գիտելիքներով տիրապետել այդ ամեն ինչին, ոչ թե ամեն մի խնդրի ժամանակ զանգել մայրիկիս, հայրիկիս խնդրել ինչ-որ մի բան, որտեղ բանակում ծառայող տղաներ կան, եկեք քաջ գիտակցենք, որ 2 տարվա ընթացքից հետո էլ ու նույնիսկ իրանց ամբողջ կյանքի ընթացքում իրանք այդպես էլ չեն ձևավորվում որպես տղամարդ, բայց բանակը ամենամեծ դարպասն է, որը հնարավորություն է տալիս բացել ու ինքնուրույնություն ձեռք բերել։ Արի մի քիչ էլ խոսենք կամավորությունից ու ընդհանրապես պատերազմի ժամանակ ինչպես պետք է մեզ պահենք, որպես զինծառայություն անցած մարդիկ, չմոռանանք, որ 100,000-ներով անկախ պետականության ընթացքում մարդիկ ավարտել են զինծառայությունը ու շատերը պատերազմի ժամանակ կամ ռազմական լարվածության ժամանակ իրենք չգիտեն ինչ անեն, կամ գիտեն, չեն կողմնորոշվում, կամ ուզում են, չի ստացվում, կամ չեն ուզում, բայց իրենց առաջարկում են, պարտադրում են միգուցե։ Ինչ պիտի անի զինվորական ծառայություն անցած տղամարդը պատերազմի ժամանակ։ Նախքան պատերազմը զինվորական վիճակով միշտ պետքա մարտունակ լինել, եթե պատերազմական վիճակի կամ, չգիտեմ, հարևան ժողովրդի հետ այդքան էլ խաղաղ ու հաշտ չես, կամ եթե նույնիսկ խաղաղ ու հաշտ ես ապրում, միշտ պետքա վտանգներից ապահովված լինել։ Այսինքն առաջկա եկող վտանգներից պետքա միշտ նախապես իմունիտետ ունենալ, այդ առումով ասած, պետքա այդ ապահովագրությունը, որ դու վստահ պատրաստ ես ցանկացած մարտնչելու, ցանկացած խնդրի խնդրի առաջ, ու այսօր օրինակ ես որ զենքի եմ տիրապետում կամ անձնական զենք ունեմ, քաղաքացիական զենք ունեմ, նրա համար է, որպեսզի օրինակ հետագայում ինչ որ պատերազմ կամ ինչ որ երկրի սահմաններում խոչընդոտներ լինի, ոչ թե այդ քաղաքացիական զենքը քաղաքում օգտագործելու, այլ որպեսզի չգնամ, ասեմ, ինձ տարել են այսինչ զորամաս, ինձ զենք չտվեցին, ինձ թափեցին առանց հրամանատարի թողեցին այս փողոցում, այն մյուս տեղը, ես տիրապետեմ իմ զենքով գնամ իմ ուզած մարտական ուղղությամբ ու ես գնամ պիտանի լինեմ տվյալ տարածաշրջանում իմ ունեցած գիտելիքներով, որը ստացել եմ թե բանակում, թե դպրոցում նախնական զինվորական պատրաստության ժամանակ եւ թե հետագայում, օրինակ իմ կամավորական գործունեությունը կոմանդոսի հետ կամ մնացած այն անհատների հետ, ես ոնց որ բանակից հետո որոշել էի, որ պետքա ընտրեմ մի մարդու, ում օրինակով, ում հետքերով պետքա գնամ ու կոմանդոսի կամավորական ջոկատը դոսաֆի այդ ժամանակ իմ համար ամենաիդեալական տարբերակն էր ու ես կոմանդոսի հետ այդպես ընկերացա ու սկսեցի իրեն օգնել ցանկացած այտենց մարտավարական օգնություն ուղարկել դիրքեր, իրենց հետ անձամբ գնալ, կոմանդոսը ինձ էր վստահում, ես իրեն ու իմ ոնց որ պապիկի ու թորան նման հարաբերություններ էին ես ու ինքը պահում, որ իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումներից է ու հոգևոր առումով ինքը իմ հետ է միշտ ֆիզիկապես չել մահացել ու իր դպրոցը իմ համար շատ կարևոր էր, որ բանակ ավարտվելով չի ավարտվում հայ տղամարդու ծառայությունը իր հայրենիքին նպաստելու որևիցե հարցով ու դա իմ համար մեծ օրինակ էր։ Իսկ կամավորագրվելը ես օրինակ Արցախից վերջի անգամ դուրս եմ եկել ոչ թե բլոկադայից առաջ կամ հետո այդ ընթացներում, երբ որ Ջերմուկում դեպք է սկսել, դա էլ է իմ հայրենիքը, ես Արցախից դուրս եմ եկել Ջերմուկում որպեսզի օգնեմ ու արդեն Արցախում հագարի կամուրջը դրվեց ու ես հետ չկարողացա գնալ։ Իսկ ոնց անենք, որ հասարակության մեջ մեր տարեկիցները, մի քիչ ավակները, որ բոլորը մտածեն, որ պատերազմը բոլորինս է ու հայրենիքը բոլորինս է ու բոլորս պետք է ինչ-որ մի քայլ անենք անվտանգությունը ապահովելու համար։ Հասարակ օրինակով ինձ թվում է, ոնց որ օրինակ երեխան ծնվում է, աղջիկա ծնվում, օրինակ մենք որոշում ենք բալետի տանել կամ դաշնամուրի կամ տղայա ծնվում, որոշում ենք սպորտի պիտի գնա կարատե կամ բոքս կամ ըմբշամար, չէ։ Նույն զենք տիրապետելը, ոնց որ այս զենքը, այս գիրքն է, դրված է այս սեղանին, հիմա ես եմ տիրապետում, իդեմ քեզ եմ օգտագործում, եթե դու ես ավելի լավ տիրապետում, այս գիրքը իդեմ ինձ ես օգտագործում, հիմա այդ զենքը գիրքն է այս պարագայում, մարտունակությունն է, թե որևիցե մի հատ հարց է, որը մեր առօրյա մեր խնդիրները դրված է մեր սեղանի, մենք պետք է դրան տիրապետենք, որպեսզի դրա լուծումներ ունենանք։ Իսկ ոնց անենք, որ մարդկանց մեջ սեր ու ցանկություն առաջանա տիրապետելու։ Եթե չենք ուզում կռացած կամ խղճացած կամ տկարի կյանք ապրել, ուզում ենք գոնե արժանապատիվ կռվել, ունենալ մեր հնարավորություն պաշտպանել մեր ընտանիքը, գոնե մեր հայրենիքը,
պետքա զենքի տիրապետել իմանալ, պետքա տարական առաջին բուժօգնության ձև իմանալ, պետքա զենք տիրապետել իմանալ, պետքա տարական գիտելիք ունենալ, թե մենք ով ենք, որտեղից ենք գալիս ու որտեղ ենք ուզում առհասարակ գնալ։ Իսկ կպատմես, թե ինչպես ծնվեց այդ գինիլից երգելու, սելֆի վիդեո անելու ու դրա արդյունքում ինձ թվում է շատ մեր հայրենակիցներին ոգևորելու հայրենասիրական պատրաստություն սերմանելու այդ ոնց ստացվեց էլի այդ հայտնի վիդեոն, որտեղ դու երգում ես կամավորների հետ ու դա շատ տարածվեց, ինձ թվում է, չգիտեմ, դիտումների քանակը դու ավելի լավ կիմանաս, ինչ էր այդ, ինչ էիք անում, որ որոշեցիր երգես, թե դու միշտ երգում էիր, ուղղակի դա հերթական մի վիդեո էր։ Չէ, իրականում ես սիրում էի գինիլից երգը ու միջև այդ տեսանյութը կամ տեսանյութի պրոպագանդայից հետո, որովհետև չեմ սիրում արդեն, որովհետև այդ տեսանյութը օգտագործել են իդեմ իշա պետականության իդեմ, բայց իմ անձի։ Ես այդ տեսանյութը հրապարակել եմ հոկտեմբերի 6-ի 7-ի հետ կողմերը, երբ որ ինտերնետի հնարավորություն եմ համացանց կարողացել եմ մուտք գործել այդ պատերազմական իրավիճակում, բայց տեսանյութը, եթե չեմ սխալվում, 3-ի 4-ի օրերին այդ օրերին նկարանված տեսանյութ է։ Բնականաբար մենք պատերազմի դաշտում շատ ժամանակ ինտերնետ չունեինք, հնարավորություն չունեինք, որովհետև խլացված էր օդային այդ ապահովության համար դրոնների եւ այլն, փակ էր ինտերնետ, կապ եւ այլն, բայց տեղեր կային, որ բռնում էին մեր այդ ինտերնետ համակարգերը ու երբ որ օրեր շարունակ լուր չեն ունենում քեզանից, որպեսզի նամակների այդքան բազում նամակների եւ հաղորդագրությունների տարբեր ձևերի չպատասխանես, ընդհանուր միջև ընտանիքի անդամների բոլորին վիդեո նամակ ես ուղարկել։ Հա, ուղղակի Instagram երբ որ հնարավորություն ունեցա, ասացի, երբ որ ինտերնետ ունեցա, Instagram-ը մեսի դնելու, ասեմ, որ հանգիստ լինեն, ամեն ինչ լավ։ Որ ամեն ինչ լավ է։ Իսկ այդ վիդեոն օրինակ իդ նահանջողներին ես փորձում էի տանել, որ սխալ ճանապարհով չգնային, տանեի մեր մոտ, իրանք գիշերային հանգստանային, որ հետո նոր որոշում կայացնեն, եթե նահանջում, թե մնում են մեր հետ, որովհետև իրանք ջաբրայելից 2-3 օր ոտով արդեն մեխակավանից հասել էին Հադրութ ու լրիվ ուրիշ սխալ ուղղությամբ էին իդ նահանջում, որովհետև իրանք վաշտը կարելի էր ասել համարյա չկար ու ես այն ժամանակ Հադրութին դու լավ տիրապետում ես ծնվել։ Ու խոսակցությունը հենց այդպես եղավ, ասացի տղեկ ջան, մեկը ասես որ հարազատ եղբորն է կորցրել, մեկը հորն է կորցրել այդ վաշտի կազմի մեջ։ Ես ասացի տղեկ ջան, ես իմ առավելությունն այնա, որ ես առանց քարտեզի տիրապետում եմ Հադրութին ու մեկ էլ ինչ կարամ ձեր համար անեմ, շատ երգեմ, ես երգիչ եմ ու սկսեցի գինիլիցը երգել։ Այն լաց տխրություն այդ թախից վիճակը, երբ որ սկսեցի գինիլիցը երգել, ոնց որ հասկացա, որ իրանց մոտ տրամադրությունը փոխվում է։ Ու եթե հիմա հետ գնանք այդ վիդեոն այն կտեսնենք որ տեղ արդեղ կա երկչախմբի նման իրանք էլ են երգի ընթացքում իմ հետ միանում։ Ու այդ բան երբ որ հասկացա որ իրանց տրամադրությունը մարտական հոգին փոխվել է, ասեց տղեկ կլինի իհուշ մի հատ վիդեո անեմ ձեր թույլատվությամբ այս հեռախոսը եթե նույնիսկ մեր զոհվելուց հետո մեկը գտնի, որ իմանա, որ մենք վախենալով չենք եկել մարտի դաշտ, մենք գիտակցելով ենք եկել, հասկանալով թե անիվ ինչ կան իդեմ մեզ է պատտվում, բայց մենք գիտակցաբար գտնում ենք մարտական դաշտում ու շարունակում ենք կամավորությամբ, մարտունակությամբ, թե կազմավորված բանակի շարքերը համալրելով շարունակել պայքարել մեր հայրենիքի համար։ Ու այդ տեսանյութը երբ որ դրեցի դարավ վարակիչ, լավ առումով, որովհետև այդ ժամանակաշրջանը փոխարեն մենք ցույց տայինք մարտական առումով, թե մենք ինչ ենք անում, ոնց ենք ջարդխորթ անում թշնամական դիրքեր եւ այլն, որոշեց քաղաքական ռոպագանդան այդ տեսանյութը հրապարակել տարբեր տեղերով ու ասել նայեք մենք առաջ են գնում նույնիսկ երգելով, հաղթում ենք եւ այլն, հա, լավ է մարտական առումով, բայց ոչ թե միջև վերջի վարքյանը ժողովրդին խափելով։ Այդ արդեն, հա։ Իսկ կամավոր ժամանակ ինչ հետաքրքիր բաներ կա, որ օրինակ օգնել է քեզ որպես ինձարայող, որ ավելի ինքնավստահ ես գործել, չգիտեմ, կամավոր ժամանակ օգնել ես մյուս կամավորներին, ովքեր դե հերիք չի տեղանքը չգիտեն, պլյուս վստահ եմ լիքը ասենք պատրաստությունից, բանից, զենքին տիրապետելուց, հագուստից դաժե լիքը բաներ երևի տեղյակ չեն եղել։ Ինչպես ասացի, մենք ընդհարկում ենք Հայաստանի Հանրապետության զինված ուժերին, կառավարությանը, ղեկավարությանը, անկախ նրանից, թե ով հարգում էր, անձի սիմպաթիա ուներ կամ սիրում էր կամ ընդունում էր, թե չէ, պատերազմական վիճակը էր, բոլորս ընդհարկում ենք ղեկավարությանը, զինվորական, թե գենշտաբային վիճակի։ Ու այդ ժամանակահատվածում նույնիսկ այդ կանոնավոր բանակի չասեմ ստորաբաժանումների անունները, որովհետև իրենք գաղտնիություն են պարունակում, այդ ստորաբաժանումները նույնիսկ որ գալիս հասնում էին Հադրութ
կամ մնացած տարածքներ, որտեղ ես գտնվում եմ, ես համ իրավիճակին, համ տարածքին, համ մարտական առումով ավելի լավ է տիրապետում այդ ամեն ինչին, քան իրենք։ Ու իմ փորձը, թե տվյալ տարածաշրջանում ծնված մեծացած լինելով, թե առհասարակ իմ զինվորական ծառայությունը ինձ օրինակ հանդիսանալով, թե առհասարակ ղեկավարելու փորձը ինձ լիքը առումներով օգնել է, որտեղ ես էլ զինվորական ծառայության ժամանակ օրինակ ընտրել էի գնայի ավելի մոտ առաջնագից ու ընտրել էի առաջնագծում նախ եւ առաջ դիրք բայ, հետո նոր դառնայի դիրքի ավակ։ Ու իմ համար կարևոր է այս աստիճանաբար ընթացքը, որ ինքդ քեզ թողնես, որ նաեւ դու զինվորի կարգավիճակում լինես, հետո նոր հրամանատարի, որովհետեւ ես կողմ չեմ, որ այսօր լիքը մարդիկ կան, որ բանակաշինության մասին է խոսում, բայց այդ մարդիկ կյանքում բանակում չեն ծառայել։ Իրանք չեն հասկանում ինչա դա։ Համաձայն եմ։ Իսկ ինչ անենք, որ այս գիրքը դե մեր սեղանին դրված է, համապարփակ անվտանգությունն է։ Ոնց անենք, որ մենք կարողանանք ազգ բանակ դառնանք, ոնց անենք, որ կարողանանք համապարփակ անվտանգություն ձևավորենք ու ամբողջ հասարակությունով կարողանանք աջակցել մեր անվտանգության ձևավորմանը, ազգովի կարողանանք բանակ դառնանք անհրաժեշտության դեպքում։ Ես ուզում եմ նաև մի հատ մեծ խնդրից խոսալ, որ օրինակ բանակը դարձրել են 1.5 տարի ու շատերը դրա մասին չեն խոսում։ Որովհետև իրենց միգուցե շահավետ է, որ իրանց տղաները ավելի քիչ պիտի ծառայեն։ Մենք ուրեմն վատ զինվոր ենք, որ 2 տարի ենք ծառայել, մանավանդ ես իմ ծառայության փորձից ելնելով կարող եմ ասել, որ այն առաջիկա մի տարի մենք կարելի ասել սովորում ենք, հունի մեջ ենք ընկնում, այն վերջի մի տարին է, որ մենք կարողացել ենք պիտանի լինել մեր գիտելիքներով, մեր ունակությամբ բանակում։ Ինչ մնաց մենք հիմա պիտի գնանք մի տարի պատրաստվենք, այն վերջի 5-6 ամիսը ընդհանրապես պիտան լինենք, հունի մեջ ընկնենք արդեն նոր ու արդեն եզրափակենք։ Իսկ ազգ բանակը իմ համար բոլոր այս խնդիրները անգրագիտության, կրթության պակասի հետևանք է, դաստիարակության, որտեվ իմ համար մարդու էությունը իր ընտրությունը, որոշումը այդ ամեն ինչից գենետիկայից, թե դպրոցից, թե շրջակա միջավայրից ամեն ինչից կախված է։ Մարդու ողնաշարը հիմնված է ոչ թե մենակ ազգից, բանակից, ընտանիքից, դաստիարակությունից, այլ իր սեփական ընտրության որոշումներից։ Դրա համար պետքա դա դարձնել ինստիտուտ, ընտանիքից սկսած, երեխան դեռ սաղմի մեջ երեխային պետքա դաստիարակել։ Երեխան երբ որ դեռ ծնունդա լույս աշխարհ գալիս, մենք օրինակ չենք սպասում, չէ, որ հասունանա դպրոց գնա, հետո նոր իրան օրինակ երաժշտության հետ ծանոթացնենք։ Հղի վիճակում կինը երաժշտություն լսում է, այդ ժամանակվանից ինչ երաժշտություն լսում է, ազդում է երեխայի սաղմի վրա։ Նույն հետագայում, երբ որ երեխան ծնվում է, կախված է ինչ սնունդակամ, ինչ նույն երաժշտությունը իր ամբողջ երաժշտությունը ամենամեծ օրինակն է։ Երաժշտությունը մեծ ազդեցություն է ունենում հոգեվիճակի, հոգեբանության ու լիքը առումներով նույնիսկ ֆիզիկապես մենք մարզվելուց օրինակ մոտիվացնող երկեր ենք, չէ՞, միացնում լիրիկ բանը դելեյաման օրինակ չենք բանանում, միացնում ասում մեզ կոտորեցին, դժվար է մարզել։ Անհնար է, ես կասեի դրա։ Բայց այդ տեսանկյունից մի բան էլ ասեմ, որ ցավոք սրտի մարդիկ կան, որ հենց երեխան սաղմի մեջ արդեն մտածում են իրան այլ երկրի քաղաքացիություն տալու մասին։ Դե որ մեր երկիրը ազգ բանակը ճիշտ աշխատի, մենք չենք մտածում երեխային բան ուրիշ տեղ ուղարկելու, ուրիշ երկրի քաղաքացի դարձնելու, որովհետև այսօրվա դրությամբ մեր պետական անձնագիրը կոպիտ ասած, ես օրինակ Հայաստանի Հանրապետության անձնագիր ունեմ, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ուղղակի գրանցումս Արցախից է, ինձ ասում են բռնի տեղահանված։ Չեն ասում բռնի տեղահանված, ասում են նույնիսկ փախստական։ Այս խնդիրն է։ Ու ինձ ասում են գնա պասպորտդ փոխի Արցախի այդ գրանցումից վերջնականապես հրաժարվի, որ քեզ կոչենք վերջնականապես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, բայց ես ախր Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Այս խնդրի մասին օրինակ շատ քչերը հնարավորություն են խոսալու կամ առհասարակ խոսում են։ Հիմա եթե նույնիսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ ես այդ անձնագրով, ինչ հնարավորություն է ինձ դա տալիս։ Նորմալ է, որ ծնողը ուզում է իր երեխուն ավելի լավ բարեկեցիկ կյանք տալ։ Ես օրինակ սաղ կյանքս տանջվել եմ, ես էլ կուզենամ, որ իմ երեխան լավ հնարավորություններ։ Բայց դու քո երեխուն կտանես գրանցես Ամերիկայի քաղաքացի։ Ես իմ երեխային կարող եմ հեշտ ու հանգիստ Ամերիկայի անձնագիր տալ, այնտեղ ծնվի, որպեսզի ունենա ինքը այդ անձնագիրը, բայց իմ երեխան կգա Հայաստան, կդաստիարակվի Հայաստանում, կմեծանա Հայաստանում, որպեսզի ինքը հասկանա իր արմատների մոտ լինի ու հասկանա, որ ինչքան էլ ինքը Արցախը կորցրել է, բայց Արցախին մոտիկ լինի, որ վարկյանը չկորցնի Արցախը ազատագրելու համար։
քո խոսքից մի միտք էլ վերցրեցի մարզվելու մասով կամ պատրաստ լինելու մասով շատերը ինչ որ տարիքից սկսում են ավելի ոչ մարտունակ լինել, հատկապես տղամարդկանց 30-35-ից հետո սկսում են ավելի ֆիզիկապես ավելի դժվար լինել, մի քիչ ավելի գիրանում են, չգիտեմ, վազել չեն կարողանում ու մի հատ հետաքրքիր բան մտքովս անցավ, որ երբ որ ես շատ հաճախ եմ մարդկանց ասում ինչի ես գիրացել կամ ինչի չես կարող 10 քայլ վազում ես, չես կարող էլ, շատերն ասում են դե մեկը սպորտով չեմ զբաղվում, ինչի՞ սա պետք Դե ես օրինակ քան ֆուտբոլով եմ զբաղվում, ինձ ասում են դե դու ֆուտբոլ ես խաղում, դրա համար է տենց ոչ ծխում ես կամ ոչ նորմալ վազում ես, խնդիր չունես, էլի։ Բայց շատ քչերի մոտ միտք կա ու ցավոք չկա այդ վստահությունը, ոնց որ դու պետքա ոչ միայն ֆիզիկապես պատրաստ լինես ինքդ քո համար, քո առողջության համար ու նաև որ դու քեզ լավ զգաս, այլ նաև դու մի երկրում ես ապրում, որտեղ կարա ամեն պահի պատերազմ սկսվի ու կարող է քեզ զորակոչեն մոբիլիզացվես ու արդյունքում քեզ պետք է լինելու համ վազել, համ ֆիզիկապես պատրաստ լինելը։ Այ այդ միտքը ինձ թվում է գրեթե ոչ մեկի մոտ չկա։ Գիտես ինչի։ Ինչի։ Որովհետև չեն սիրում իրենց։ Օրինակ չեն սիրում իրենց կյանքը։ Սպորտը նույն առումով, եթե դու կյանքդ քո սիրում ես, օրինակ նույն տարբեր օտարերկրյա կողմերում ես տեսել եմ 80-անց, 90-անց մարդիկ, ովքեր առավոտ լուսաբացին արթնանում ու վազում են, սիրելով իրենց կյանքի որակը, իրենք հասկանալով, որ ինչքան էլ առողջ սնվեն, ինչքան էլ առողջ սնունդ օգտագործեն կամ առողջ ապրելակերպ վարեն, գիշեր ցերեկը նորմալ քնով հեռնեն, բայց իրենց օրգանիզմը վերջը նորից չի ջահելանում, ծերանում է ու այդ ֆորման, այդ մարտունակությունը, տրամադրվածությունը պետքա միշտ պահել։ Այսինքն դա այդ գիտության նման է, որ ես վերջ ամեն ինչ գիտեմ, ես էլ պետք չի նորից ուրիշ բան սովորեմ կամ անընդհատ մարզվել, ոնց որ ուղեղն է մարզվում, մարդու մկաններն էլ մնացած ամեն ինչն է մարզվում ու այդ սպորտային այդ ապրելակերպը եւ նախ եւ առաջ անձի ստրեսը մեր իրավիճակում, մեր երկրում, որ օդը, հացը, ջուրը ամեն ինչը թունավորացավ ու մենք կոլապսի մեջ ենք ապրում, մենք պետքա այդ ստրեսից դուրս գալու ամենալավ միջոցներից մեկը նաեւ սպորտով զբաղվելն է։ Թող գովաստ լինի, թող իմ կողմից թող գնան ազատազեն կրակեն։ Պարտադիր չի որ վազեն կիլոմետրերով, եթե ֆիզիկականը չի ներում, թող ժամանակ առ ժամանակ գոնե հասկանան իրենք կարողանում են զենքի տիրապետել, իրենց կնոջը տանեն, իրենց երեխային տանեն, չգիտեմ, մարտական վիճակում մնալը պատիվ է մեզ բոլորիս։ Իսկ թույլը, այսօր ինչ են ասում տղամարդիկ տղամարդու նման չեն, աղջիկները աղջիկների նման չեն, որովհետև ամենքը իր տեղերը խառնել են։ Բոլորը կորցրել են իրենց դիրքերը։ Իսկ մենք պետք է հասկանանք, եթե մենք մարդ ենք, սիրում ենք մեր կյանքը, որակը այստեղ հարցը չի ասում է հայ ենք, խնդիրներ ունենք մարտական, դիրքային կամ բանակային համակարգում, չէ, մարդ ենք, մենք պետք է սիրենք։ Ոչ թե ձևական հելնել հեծանիվ քշել, ոչ թե ձևական ինչ-որ բաներ անել, այլ իրոք ամբողջ կյանքով մեկ առողջ լինել ու դա ռոպագանդա անել։ Ես օրինակ չեմ տեսել, որ օրինակ առողջությունը որևիցե մեկի կողմից համատարած մոտիվացիոն կերպով ներկայացվի, բայց եթե դու քո կյանքը սիրում ես, ուզում ես երկար ապրել, պետքա չծխես, պետքա չխմես, պետքա վազես, աշխատես, մարզես, թե ուղեղդ, թե մարմինդ, որպես ինչքան երկար ծառայի քեզ այդ մարմինը, քո հոգուն, ավելի երկար դու կարողանաս ապրել ու վայելել այս կյանքը։ Որ մեկ-մեկ էլ եթե անհրաժեշտություն լինի քո երկրի համար, քո մարմինը, քո առողջությունը ու քո գիտելիքը կարողանաս ծառայեցնես։ Ինձ թվում է շատ լավ կետի վրա կանգնեցինք ու շատ դրական նոտայով ամփոփենք զրույցը։ Ինչ կասես երիտասարդներին, ովքեր դեռ չեն ծառայել, ինչ խորհուրդ կտաս նրանց ու դրանով ամփոփենք մեր զրույցը։ Գնացեք ձեր ընտրությամբ, ձեր կամոք, մեր բանակի շարքերը համալրեք ու թող դա լինի ձեր կյանքի տղամարդու ամենամեծ լավ դպրոցը, սկիզբը ինքնուրույնության ձևակերպման մարտեսակի համար ու առհասարակ միշտ եղեք մարտիկ, միշտ եղեք հաղթող, միշտ եղեք պայքարող, որովհետև աշխարհը ու կյանքը նրանն է, ով դեռ ապրում է, շնչում է, վազում է, պայքարում է ու սիրում է։